Ներկայության լավագույն եւ հարազատ ցայնը։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, վանացան եթերով եւ թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ ՀՅՏ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան թիմադեդրյան կրառումը 3 նշեց։ Ինչ կնշանակե համացանություն դալ փաստաթուղթը, ուր չկա նույնիսկ մեկ կետ, որ կսահմանափակե Ադրբեջանի պահանջները, գործողությունները կամ հայտարարությունները։ 8 օգոստոսին Ադրբեջանի հետ համացանակիրի նախասորակրումեն ետք իշխանությունը շտաբեց հայտարարել, որ խաղաղությունը արդեն իրականություն է։ Մենք հիմնավորված կերպով բազմիցս ցույց տված ենք, որ այդ համացանակիրով Ադրբեջան ճանաչած չէ Հայաստանի դարաշները հստակ սահմաններով, որևէ կերպով չի զսպվիր ադրբեջանական նոր պահանջները Հայաստանի հանդեպ, չամարակրելով Արցախի հայության վերադարձի իրավունքը Բաքու հրաժարած չէ ադրբեջանցիները Հայաստան բնակեցնելու ձեռագիրեն, նշեց Իշխան Սաղաթելյան։ Փաստաթուղթի ստորագրությունն ամիջապես ետք Ալիև Սյունիքեն անցնող ջամփան անվանեց Միջանցք, հայ հասարակությունը հիվանդ, իսկ այսօր բաց կերպով գխոսի Հայաստանի հանդեպ դարածքային նոր պահանջներու մասին։ Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունը ոչ միայն չարցականքեր, այլև իր քայլերով գզորացնի Ալիևի դիրքերը այսպես. հասարակության դժմարտությունը ներկայացնողները բիդագավորելով վրեժխնդիր, հայտարարելով, որ Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական դարաշներ կան, աշխուժացնելով սահմանադրության փոփոխության գործընթացը, գրջադելով զինյալ ուժերու ֆինանսավորումը եւ զինվորական ծառայության ժամկետը, շարունակեց Սաղաթելյան։ Այսպիսով շատ կարճ ժամանակ պահանջվեցավ, որբեսի Փաշինյան եւ Ալիև սեփական ցերկով բայթեցնեն այն մեծ փուչիկը, որ ամիսներ շարունակ միասին կփչեին ժողովուրդը համոզելու, թե խաղաղություն հաստատված է։ Ալիևի հայտարարությունը դարձած է ԱՄՆ-ն առարգայական ապացույցը ընդդիմության նախազգուշացումներու ճշմարտացիության։ Ինչ կվերապերի 8 օգոստոսի համաձայնագիրի ստորագրությունը ողջունած պետություններուն, կգնգալենք բոլորեն անհաբաղ եւ հրաբարակային կերպով դադարել Իլհամ Ալիևի կողմէ Հայաստանի հանդեպ ունեցած դարաշքային պահանջները։ Հակառակ բարակային ծեր ողջունները գտանան ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի հանդեպ նոր վայրակության նախապատրաստությունը ողջունող գործողություն։ Խաղաղությունը կարելի է միայն այն ժամանակ, երբ գա արժանապատիվ պետություն, որ չի վախնար պաշտպանել սեփական հողը եւ քաղաքացիները, եզրակացուց պատգամավոր Իշխան Սաղաթելյան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան շեշտված կերպով կփորձե արտարացնել Ադրբեջանի կողմէ հնչող հագահայ արտահայտությունները եւ գճանա անդրանապանական բացատրություններ տալ Ադրբեջանի ղեկավարներուն կողմէ ներկայացված պահանջներուն, սակայն ան որևէ ադեն չի դադարել զանոնք եւ անոնց կողմէ եղած հայտարարությունները։ Երեք Փաշինյան փոխանակ խիստ կերպով դադարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Սևանա լիջին ադրբեջանական անուն մտալու քայլը փորձեց արտարացումներ գտնել անոր։ Փաշինյան ոչ թե խաղաղության հագասող եւ յետ քայլ մնկադեց Ալիևի Սևանա լիջը Քյոչիա անվանելու արտահայտությունը, այլ չանաց բացատրել, թե Ալիև ինչու հայկական դարածքը այդպես կոչած է։ Պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցումին, թե արդյոք Ալիևի այդ հայտարարությունը յետքայլ է, Փաշինյանը ասավ. «Ձեր հարցումով դուք զիս շատ դժվար վիճակի մեջ կգտնեք։ Ես երկընտրակի արչև կգտնվիմ, ձեր հարցումը պատասխանել է առաջ արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի մասին ձեր ասածը չար դահայտեր ամբողջական պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահը ասած է, որ ցարական կարդեսներուն եթե նայինք Սևանալիչ չկա, գա այլ անուն։
Հիշեցնենք, որ Ալիևս ազեր հետևյալը։ Դժբախտաբար դարիներով հայկական գոմ եւ սփյուռքը խեղաթյուրած են մեր պատմությունը եւ այս կարողությունը գշարունակվի։ Մենք պետք է անոնց հագատրենք մեր քիդական դժմարտությունները։ 20-րդ դարու սկիզբը հին ռուսական գայսերական քարտեզները հստակորեն ցույց տված են, որ դարածքի մեջ գրեթե բոլոր դեղանունները այսօրվան Հայաստանի բոլոր շրջանները ազերբայջանական ցակում ունին։ Սևանալիչ չկա, գա գյոքչա։ Փաշինյան գարավարության Հովանիով կորձող օրբելի վերլուծական նեյտրոնի մեկ նախաձեռնության մասնակցության ընթացքին վերոնշյալ նյութին անուղղակիորեն անդրադարձավ իր արտասնած խոսքի մեջ։ Անթարսյալ բնտեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հագամարտությունը ավարտած է, Փաշինյան հորդորեց չմոռնալով պատմությունը, չմտնել պատմությունը վերադարձողի վիճելի դերակատարության մեջ։ Ալիև ոչ միայն պատմությունը հիշած էր, այլև ապակայի մասին խոսած էր թարսյալ բնտելով, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան եւ այդ մեկը կատարեն ոչ թե հրասայլերով, այլ ինքնաշարժներով։ Բաքուի այս օրագարկը Փաշինյան մեկ փարով որագեց վտանգավոր։ Հոսեր միայն, որ Փաշինյանը ըստ էության թե մեր պատմության հղում ընելուն եւ անգե բխած օրագարկերուն։ Ինք այլ առաջարկ ունի Թրասի պետության։ 8 օգոստոս 2025 հստակորեն գրնան գսել ամիս ամսաթիվ եւ մեկնարկային գետ։ Գրնան գսել 2024, սակայն չեմ հիշեր, որ գանոնագարկը երբ ստորագրված է, սեպտեմբերին կամ հոկտեմբերին վավերացված է։ Գրնան գսել, որ այդ էր քաղաքական մեկնագետը, որում վրա կգառուցվին մեր գործընթացները։ Ուշագրավ էր, որ երեկվա նախաձեռնության ներկայ էին նաև Ադրբեջանեն 2 փորձագետներ եւ 2 լրագրողներ։ Հիմնական նյութը դարաձաշանի մեջ խաղաղության հաստատման հերանեկարը, ապա շրջապագումը եւ անգե փոխող կարելիություններն էին։ Ադրբեջանցի փորձագետները լրագրողներու հետ ունեցած գարչ զրույցին ընթացքին ճուզեցին բացատրել, թե ինչու Ալիև Սևանալ լիճը գյոքչա գոչեց, փոխարենը հիշեցուցին Վաշինգտոնի հրճակագիրը։ Եթե փորձագիտական գարձիկ կուզեք, գարաչարգեմ ստուգենք Վաշինգտոնի հրճակագիրը, որ գվերապերի տարածքային ամբողջականության, սահմաններու անխախտելիության, երկկողմանի ճանաչման ըսավ Ռուսիվ Յուսենյով։ Ես կգարձեմ, որ Միացյալ Նահանգներու պատասխանատվությունը պետք է ըլլա օգնել Հայաստանին դիշտելու անխոչընդոտ անցումը։ Այսօր համար ժամանակ կբահանջվի, մենք չենք կրնար ներկայիս հստակ բանը ասել, ասիգա Ադրբեջան-Հայաստան եւ Հայաստան-Միացյալ Նահանգներ բանակցություններու հարց է։ Ժամանակի գարիք կա, որբեսի հասկանանք, թե գործնականի մեջ անխոչընդոտ անցում ինչ կրնա նշանակել։ Անիը կրնա նշանակել երետրոնային համագարկ առանց անձնական ստուգումներու, կրնա նշանակել այլ գործիքագազմ ըսավ Զավուր Շիրիև։ Ադրբեջանցի փորձագետները շեշտեցին, որ Ադրբեջանի դիրքորոշումը կմնա նույնը, ունենալ անխոչընդոտ եւ արագընթաց անցում։ Պատասխանելով այն հարցումին, թե ինչ տարածք նկատի ունին Ադրբեջանի մեջ, երբ գործածեն Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, Բաքուի ներկայացուցիչները ասին, որ անիգա Ադրբեջանի համար ավելի լայն հասկացություն է, չի վերապերիր Տրամփի ջամփուն։ Հայտնենք, որ այս մեկը վերջին մեկ ամսվան ընթացքին Ադրբեջանեն երկրորդ խումբի այցելությունն է Երևան։ Երեք երկու երկրներու հանրային ներկայացուցիչներու միջև գաբի մասին խոսեցավ նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, որը ասավ հետևյալը. Նման այցելությունները եւ փոխանակումները գնաբաստեն փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման ամրապնդումին երկու հասարակություններու միջև միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հայաստանի ազգային ժողովի 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկումին Հայաստանի գրթության, գիտության, մարմնագրթության եւ մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյան անդրադարձավ Դիդերնագապերտի ուշահամալիրին մեջ կատարվող շինարարական աշխատանքներուն, շեշտելով, որ անոնք ամբողջովին գհսկվին մասնակիցներու կողմէ։ Որևէ քաղաքացի, որ կհետաքրքրվի, մտահոգ է, կուզե ներկա գտնվի այնտեղ, ես անցամբ կհրավիրեմ,
Գրնան նույնիսկ հետս այցելության երթալ եւ ներկա գտնվել մասնակիտական այն բոլոր քննարկումներուն, որոնք մենք դեղվին վրա ունենանք յուրաքանչյուր անգամ խոսելով այդ բոլոր գարույցներու ներգրավվածությամբ, ըստ Անտրեասյան, որուն համաձայն գդարվող վերագանքնումը արհեստագիտական առումով նորություն չէ։ Նույն մեթոդը օգտագործված է նաև 2015-ին։ Յուրաքանչյուր քայլ գանցնի գիտամեթոդական խորհրդի հաստատումեն։ Գխնդրեմ եւ գբահանջեմ դասեցնել դիդերնագապերտի ու շահամալիրին շուրջ ապա դեղեկատվություն դարազել ըստ Անտրեասյան հաստատելով որ բոլոր աշխատանքները պիտի կատարվին այնպես որ չխանգարեն այցելուները եւ մինչեւ ապրիլ նախադեсված աշխատանքները պիտի ավարտին։ Դիդերնագապերտը մեզի համար կարևորագույն հուշահամալիր է եւ այնտեղ որևէ փոքր փոփոխություն գենթարկվի խիստ հսկողության նշեց Անտրեասյան։ Ադրբեջանական լրատվամիջոցներ կհաղորդեն, որ նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կդարած հանրարարության համաձայն 4 նոյեմբերին հացահատիկով փերծված առաջին գնացքը Ադրբեջանին ուղղված է Հայաստան։ Ադրբեջանական APA աղբյուրին համաձայն փոխադրվածը ռուսական ծորեն է։ 4 նոյեմբերին Ռուսիայեն Ադրբեջանի եւ Վրաստանի միջոցով մաքսաձերծված են հացահատիկի 15 վագոններ ընդհանուր 1048 տոն եւ 800 կիլոգրամ զանրությամբ, որոնք գրգված են Հայաստանի Թալարիկ գայարանը գսվի այս մասին հրապարակված հաղորդակցության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի գանուխ շաբաթներ առաջ Ալիև Ղազախստանի մեջ հայտարարած էր, թե Բաքու հայկական բեռներու դարանցումի արգելքը կվերցնե։ Հայկական կողմը առայժմ այս տեղեկությունը չի մեկնաբանվիր։ Թուրքիո կանաչներու ցախ քրդամետ գուսակցության Վանի պատգամավոր Գյուլջան Քաչմազ Սայաղիտ Վանի վարակավանքի ավերումի խնդիրի մասին պաշտոնական հարցում ուղեց Թուրքիո մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոին։ Վանի պատգամավորը նախարարեն պատասխան պահանջեց պատմական հուշարձանի ավերումի մասին։ Լուրը ներկայացնող թուրքական մամուլի համաձայն Քաչմազ Սայաղիտ 7-րդ թարու վարակավանքի ավերումեն բացի անդրադարձած նաև Վանի պատմական մնացյալ հուշարձաններու վիճակին եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարարեն ընդհանուր դեղեցություններ պահանջած է անոնց մասին։ Պատգամավորը շեշտած է, որ իրավասուները պետք է գործի անցնին Վանի ընդհանուր մշակութային ժառանգության պահպանումի եւ վերագանքնումին համար եւ ընդգծած է, որ պատմական մշակույթները մեծ նշանակություն ունին Վան քաղաքի զբոսաշրջության զարգացման համար։ Հարգելի ունգընտիրներ, Վանացյանի եթերով եւ թիմադերի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզի հետեին Սանյա Աղոթավար Նատալին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ Վանացյանի ունգընտիր։